Նման օրինակ դեպքեր նախկին Շուրջ 1 տասնյակից ավելի տարիներ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը Ահարոն Ներսիսյանը 2023 թվականի փետրվարից նշանակվել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական։ Ահարոն Ներսիսյանը որպես քննիչ նաև պարգև է ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Ներսիսյանը քննչական կոմիտեում եղել է տարբեր շտաբների ու աշխատանքային խմբերի ղեկավար կազմում։ Թե ինչու է քննիչի աշխատանքը փոխարինել ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնով հարցական է։ Իսկ ինչ ունեցվածք ունի Ալեն Սիմոնյանի խորհրդականը։ Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի Ահարոն Ներսիսյանն ունի 5 հասարակական նշանակության շինություն, որոնք գտնվում են Երևան քաղաքում եւ ձեռք են բերվել 2015, 2018, 2017, 2019 թվականներին։ Ահարոն Ներսիսյանը 2021 թվականին ձեռք է բերել 14 թվականի արտադրության Toyota Magnishi մեքենա։ Բանկային ավանդները կազմել են 11.8 միլիոն դրամ եւ 22.900 դոլար։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 960,000 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 700,000 դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26 միլիոն 259,000 դրամ, որից 11 միլիոն 759,000 դրամն աշխատանքի վարձատրություն է ազգային ժողովի աշխատակազմից։ 2 միլիոն 958,000 դրամը եկամտահարկի վերադարձ է պետական եկամուտների կոմիտեից։ Եկամուտների մեծ մասը անշարժ գույքի վարձակալության դիմաց է ստացել Ներսիսյանը, գրեթե 5 միլիոն 763,000 դրամը։ Ահարոն Ներսիսյանը միասնական սոցիալական ծառայությունից ստանում է 3 միլիոն 495,000 դրամ կենսաթոշակ։ Տարբեր բանկերից այլ եկամուտներ է ստացել Ներսիսյանը 2 միլիոն 284,000 դրամ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայրգումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 8 միլիոն 513,000 դրամ, որը Ներսիսյանի բնակարանի հիպոթեկի մայրգումարի մնացորդն է։ Այսինքն բացի հասարակական նշանակության շինություններից Ահարոն Ներսիսյանն ունի նաև հիպոթեկով ձեռք բերված բնակարան։